Սիրելիներս, մենք տեսეთ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 10-րդ գլուխը, որտեղ Մայտրեյան ուրեմն պատասխանում է Վիդուրայի հարցին եւ Վիդուրան ինքը հարց տվեց ժամանակի հետ կախված։ Մենք ձեզ հետ մանրամասը հիմա փաստացի տեսնում ենք, որ հայացիները բավականին մանրամասը քննարկում են արարչագործությունը։ Այսինքն իրենք շատ մանրամասն են կարողանում քննարկել ընդհանրապես, թե ինչպես է արարվում գյուտական աշխարհը, ինչպես է այն գոյություն ունենում, ինչի հիմքի վրա է վերջնականում, ասենք, ոչնչանում եւ այլն եւ այլն։ Ես կարդամ մեր այսօրվա տեքստը եւ մենք շարունակենք մեր քննարկումները։ Ուրեմն Շիմոն Բաղավատամ 3-րդ երկ 10-րդ գլուխ 14-րդ տեքստ։ Բացի նյութական բնության գունանների փոխազդեցության միջոցով բնականորեն տեղի ունեցող արարչագործությունից կան արարչագործության այլ 9 տեսակներ։ Ավիրումը 3 տեսակի է լինում։ Ավիրման առաջացման պատճառ կարող է լինել հավերժական ժամանակը, նյութական էլեմենտները կամ էլ կենդանի էակի գործունեության որակական հատկանիշները։ Ուրեմն, ինչպես տեսնում ենք, բավականին բարդ տեքստ է, ես նույնիսկ վստահ չեմ, որ մենք այսօր ձեզ հետ կհասցնենք տեքստը լիարժեք նայել մինչև վերջ։ Ուրեմն, առաջի հերթին խոսվեց դրա մասին, չէ, որ բացի դրանից, որ նյութական աշխարհը ինքը ուրեմն արարվում է բնականորեն 3 գոյավիճակների, նյութական բնության 3 գոյավիճակների ազդեցության պատճառով, դա նաև 9 տեսակի ուրիշ տիպի արարչագործություններ։ Եվ խոսացվեց նյութական աշխարհի ավիրման 3 գործոնների մասին, որտեղ ուրեմն թվարկվեցին, որ նյութական աշխարհը ինքը կարող է ավիրվել ժամանակի ազդեցության տակ, ուրեմն նյութական էլեմենտների գործունեության ազդեցության տակ եւ կենդանի էակի գործունեության բնույթի շնորհիվ։ Այսինքն, այս տեքստը առաջին հերթին խոսում է մի շատ կարևոր թեմայի մասին, որն է այդ թեման։ Այդ թեման դա նա է, որ արարչագործությունը ինքը ինչ-որ մի, այսպես էլի, քաոտիկ ազատ պրոցես չի։ Հասկանում եք։ Մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք նկարագրում են, որ նյութական աշխարհը ինքը ունի շատ ստույգ ստրուկտուրա, ստրուկտուրա ունի շատ ստույգ, չէ, ինքը ունի իր մակարդակները, ունի իր հաջորդականությունը, ունի իր ներքին տրամաբանությունը, եւ այն թեմայի հետ կապված, թե ինչպես է արարվում նյութական աշխարհը, եւ կապված այն թեմայի հետ, թե ինչ պատճառներով է այս աշխարհը ինքը վերանում։ Հասկանում եք։ Մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք այդպես չեն նկարագրում, էլի, որ նյութական աշխարհը ինքը պրոստը հայտնվեց, հետո պրոստը զարգանում էր, հետո էլ պրոստը կվերանա։ Մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք ստույգ թվարկում են այն սկզբունքները, որի հիմքի վրա նյութական աշխարհը առաջին հերթին արարվում է, երկրորդ հերթին ուրեմն ենթարկվելով որոշակի սկզբունքների կարող է, ուրեմն ոչ թե կարող է, այլ ավիրվում է կամ բան է անում, էլի разрушается, լավ, ավիրվում է, եւ այդ ամենի հետևում կանգնած է Գերագույն Աստծո անձնավորությունը, որը ինքը գործում է առաջին հերթին ժամանակի միջոցով, մենք անցյալ անգամ ձեզ հետ քննարկեցինք ժամանակի հետ կապված մի թեթև
խնդիրներ։ Մենք հետագայում տեքստեր ենք ունենալու, որտեղ մենք կտեսնենք, թե արիացիները իրենք ինչպես էին սահմանում ժամանակը, հա, եւ այնտեղ ժամանակի մասին մի քիչ էլ կխոսենք։ Հիմա այստեղ այդ խոսակցությունը բավական էր։ Ուրեմն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը նյութական աշխարհում գործում է որպես ժամանակ, գործում է որպես գոյավիճակներ, գործում է որպես նյութական բնություն, որպես բրահմայի միջոցով եւ կենդանի էակների ճակատագրի միջոցով։ Չէ՞, տեսեք, ուրեմն այստեղ թվարկվում են այն կոմպոնենտները, որոնք իրենք իրականում հենց ստեղծում են նյութական աշխարհի կերպարը, չէ՞։ Նրանում գործող օրինաչափությունները եւ այլն եւ այլն։ Ուրեմն առաջի գաղափարը, որը այստեղ առաջ քաշվեց, դա այն գաղափարն է, որը ես միշտ ասում եմ, որ ես շատ մեծ կարևորություն եմ տալիս այս գաղափարին եւ շատ եմ աշխատում, որպեսզի իմ ունկնդիրները իրենք այսպես էլի հենվեն այդ գաղափարախոսության վրա, որովհետեւ իմ սեփական փորձը կիրառելով այդ գիտելիքը ինձ ցույց է տվել, որ երբեք հնարավոր չի սխալվել, երբ որ դու երևույթները գնահատում ես այդ գոյավիճակների խնդրի տակ, այդ գոյավիճակների գիտելիքի հիմքի վրա, չէ՞։ Ուրեմն խոսվեց այդ դրա մասին, չէ, որ նյութական աշխարհը ինքը արարվում է բնականորեն 3 գոյավիճակների ազդեցության ներքո։ Նորից ստիպված եք լինելու խոսել այդ թեմայով, որովհետև այստեղ ուրեմն կա տեխնիկական մասը, հա, այսինքն հենց ինքը նյութը, դա նյութական աշխարհում բանն է, տգիտության գոյավիճակն է։ Նյութի գործողությունները, այսինքն այդ տիեզերքը ինքը այսպես նայում թվում է, թե ինքը ինչ-որ ստատիկ բան է, չէ՞, բայց իրականում ինքը ստատիկ չի։ Հասկանում եք։ Մոլորակները իրենք ունեն իրանց կենտրոնը, սովորաբար պտտվում են այդ կենտրոնի շուրջ։ Իրանք այդ համակարգերը պտտվում են ինչ-որ մի հատ ուրիշ, այսինքն իրականում, երբ որ մենք հատկապես ծանոթանում ենք արագությունների հետ, թե ինչ արագությամբ է շարժվում այդ ամենը, չէ՞, մենք հասկանում ենք, որ իրականում տիեզերքը ինքը ահավոր ակտիվ մի երևույթ է, չէ՞, որը այսպես, չգիտեմ, ինչ-որ աներևակայելի արագությունով մշտական շարժման մեջ է գտնվում։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա, սա ֆիզիկական տեսանկյունից, այսինքն տգիտության գոյավիճակը հենց ինքը նյութն է, ինչու է ինքը տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, որովհետև ինքը թաքցնում է ճշմարտությունը։ Ինքը թաքցնում է, որ այդ էներգիան պատկանում է Գերագույն Աստծո անձնավորությանը։ Եվ դրա համար ինքը տգիտության գոյավիճակի ազդեցության տակ է, ինքը նյութը, այս ամեն ինչը։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա այն շարժումը, այն գործողությունները, այն ակտիվությունը, որը կա իմինը բնության մեջ, հələ դեռ չենք խոսում կենդանի էակների, այ ինքը մոլորակները, չէ՞, դա կրքի գոյավիճակի ազդեցության տակ է, չէ՞։ Եվ այն ուժը, որը այդ ամենիչը պահպանում է, եւ գոյությունը եւ շարժումը, չէ՞, այդ ուժը ինքը առաքինության գոյավիճակի ազդեցության տակ է։ Միշտ բոլոր պահպանող երևույթները իրանք առաքինության գոյավիճակին են պատկանում։ Հիմա, բայց գոյավիճակները իրենք ունեն իրենց հոգեբանական արտահայտությունը, չէ՞, որով եւ արդեն բան է արվում, ասեք, պայմանավորվում է, թե ինչ կենդանի էակներ են ապրում նյութական աշխարհում, եւ ինչ սկզբունքների հիմքի վրա են այդ կենդանի էակները միմյանց հետ շփվում։ Սա ահավոր կարևորություն ունեցող ուրեմն խնդիրներ են, չէ՞։
Հիմա ուրեմն մենք տեսնում ենք այստեղ, չէ, որ այ հոգեբանական տեսանկյունից մենք այս թեման շատ բազմիցս ենք քննարկել, հոգեբանական տեսանկյունից մենք տեսնում ենք, որ գոյավիճակները դա ուրեմն այն նրա մասին է խոսքը գնում, որ ազնվորությունները իրենք, որոնք ապրում են նյութական աշխարհում, իրենք հենված են 3 տրամադրությունների վրա։ Առաջի տրամադրությունը դա թշնամանքն է, հազար անգամ քննարկել ենք։ Երկրորդ տրամադրությունը դա կրքերն են, որտեղ կենդանեակը ինքը ձգտում է ինքնաբավարարման, չէ՞։ Եվ երրորդ գոյավիճակը դա առաքինության գոյավիճակն է, այսինքն համագործակցության սկզբունքը, չէ՞։ Եվ Բhagavad Gita-ում Տեր Քրիշտան ինքը հայտարարում է, որ այդ 3 գոյավիճակները եւ նրանց ներկայացուցիչները, հա, գտնվում են մշտական պայքարի մեջ։ Մշտական պայքարի մեջ, որպեսզի հաստատեն իրենց առավելությունը։ Ինչու՞։ Որովհետեւ նյութական աշխարհում այն կենդանեակը, որը ինքը ունի առավելություն, այսինքն ունի իշխանություն, հա, դա անմիջապես խոսում է նրա մասին, որ ինքը ունի կյանքը վայելելու ավելի մեծ հնարավորություններ։ Ուրիշ ոչ մի բանի մասին խոսք չի գնում։ Խոսքը գնում է միայն կյանքը վայելելու, կյանքը պահպանելու եւ կյանքը վայելելու հնարավորության մասին։ Հա, եւ կենդանեակները իրենք կարող են նյութական աշխարհում համագործակցել այդ հարցի շուրջ։ Ես մշտական ասում եմ ընդամենը մի նախադասություններով։ Որն է այդ մի նախադասությունները, հա։ Տգիտության գոյավիճակի հիմնական հոգեբանական հիմքը կայանում է նրանում, որ այդ գոյավիճակի այդ գոյավիճակի ներկայացուցիչները, հա, իրենք համոզված են, որ կյանքը վայելելու իրավունք ունեն միայն իրենք։ Եվ որ իրենք պիտի բռնության միջոցով մնացած բոլորին ենթարկեն իրենց կամքին։ Պարզ է, որ այսպիսի ազնվորությունները իրենք կուտակում են ֆիզիկական ուժ։ Այստեղ մենք ձեզ հետ շատ հաճախ քննարկում ենք այդ թեման, հա, որովհետև իրականում, ասենք, կան կրոնական շարժումներ, որոնք իրենք հերքում են, ասենք, հոգևոր մարդու պաշտպանվելու իրավունքը։ Հասկանում եք։ Մենք տեսնում ենք, որ կտեսնենք դեռ եւ տեսել ենք արդեն առաջի երկում, որ արիացիները իրենք այդ գաղափարը չեն բանանում, էլի։ Не поддерживают չեն աջակցում այդ գաղափարին։ Հիմա պատժկա խոսքը չեմ կարող հիշեմ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք, իրանք ինչ են ասում։ Իրանք ասում են շատ պարզ։ Անկախ նրանից, թե կենդանեակը ինքը հոգևոր է, թե կրոնական է, թե աթեիստ է, թե ինչ է, նյութական աշխարհը դա նախատեսված է նախանց կենդանեակների համար։ Եվ սա նշանակում է, որ միշտ կարելի է այս աշխարհում հանդիպել թշնամաբար վերաբերվող կենդանեակների։ Իսկ սա նշանակում է, որ ով ուզում ես եղի, պաշտպանությունը մնում է արդիական։ Հասկանում եք։ Եվ այդ մնացած բոլոր այն գաղափարախոսությունները, որոնք իրենք հերքում են նյութական աշխարհի իրական դեմքը, իսկ երբ որ խոսացվում է նրա մասին, որ հոգևոր մարդը ինքը պետք է ընդհանրապես ինքնապաշտպանությամբ չզբաղվի, հա, դա այդպիսի գաղափար ես միշտ ասում եմ եւ ասելու եմ։ Այդպիսի գաղափար կարող էին առաջ քաշել միայն նրանք, ովքեր պատրաստվում են հոգևոր մարդկանց վնաս տալ եւ մնալ անպատիժ եւ չհանդիպել դիմադրության։ Հասկանում եք։ Արիացիները իրենք շատ պարզ բան են ասում։ Իրենք ասում են՝ դու չես կարող բարիություն դրսևորես, երբ որ գտնվում ես առյուծների վանդակում։ Հա, առյուծների վանդակում քո բարիությունը կարող է արտահայտվել միայն մի բանում, որ դու առաջինը նախահարցակ չես լինում։ Վերջ։ Դու առաջինը, այսինքն քեզանից երբեք ոչ մի ագրեսիա, ոչ մի ինչ-որ վատ բան չի սկսվում։ Հասկանում եք։
Բայց դա բարիությունը չի նշանակում, ամենայն դեպս ըստ արիացիների, բարիությունը չի նշանակում, որ դու պիտի դառնաս ոչխար, որի հետ ով ինչ ուզում է անում է, որ դու պիտի շատ հանգիստ ընդունես, օրինակ ռուսերեն են, չէ, այդ բառերը օգտագործում, որ դու պիտի շատ հանգիստ ընդունես, որ ամբողջ կյանքում, եթե նույնիսկ դու ազատ քաղաքացի ես, այսպես բաների, համենայն դեպս թվացական, չէ, քեզ պիտի ասեն ռաբ բոժի, իմինը ստրուկ, հասկանում եք, որովհետև ստրուկ բառը ինքը միշտ իր մեջ ներառում է, որ դու պարտավոր ես անես ինչ-որ մի բան, որը քո դուրը չի գալիս, որը նսեմացնում է քեզ, սահմանափակում է քեզ, բռնության է ենթարկում քեզ, տառապանք է պատճառում քեզ, եւ այլն, ստրուկը դա է, չէ՞։ Հասկանում եք, ասենք մարդկանց դարեր շարունակ ինչ են ներշնչում, որ դու ստրուկ ես, այսինքն, որ դու այսպես պիտի առանց, շատ կարևոր է, առանց քննարկելու, առանց մտածելու, պիտի ենթարկվես, սա միշտ բարձր խավերի ամենա, այսպես, բաց երազանքն է, որպեսզի ցածր խավերի ներկայացուցիչները, կներեք կոպիտ արտահայտությանս համար, ոչխարի նման ենթարկվեն ամեն ինչին։ Այս պահին մարդկությունը, այսինքն բարձր խավերը, իրենք շատ մոտ են, երբեք մարդկությունը այսքան մոտ չի եղել բարձր խավերի այդ երազանքը, այսպես 100%-ով իրականացնելու գծին։ Հա? Ուրեմն տեսեք, սիրելիներս, ուրեմն ինչի մասին է այստեղ խոսքը։ Խոսքը երբ որ մենք խոսում ենք գոյավիճակների մասին, մենք խոսում ենք այդ հոգեբանության մասին, հասկանում եք, թե ասենք կենդանիատները իրենք ինչպես պետք է լինեն։ Հիմա առաքինության գոյավիճակն էինք քննարկում, որ առաքինության գոյավիճակը դա չի նշանակում, որ ազնվորությունը ինքը պետք է թուլանա եւ պետք է այսպես էլի ձևացնի, որ ինքը ոչ թե առյուծների վանդակի մեջ է գտնվում, այլ իր նման ոչխարների։ Հասկանում եք։ Եվ այդտեղ մի հատ բան է անում, էլի, մի հատ իրականություն է իրականացվում, որ առյուծները իրենք առանց, այսինքն գիշատիչները բնությամբ իրենք ընդհանրապես առանց ոչ մի խոչընդոտի, այնտեղ այդ ոչխարներին պահում են, որ մեկը պետք է ձեռքը ձգում են հանում, մորթում ուտում, վերջ, ուրիշ ոչ մի բան տեղի չի ունենում, իմաստի տեսանկյունից։ Հասկանում եք։ Հիմա Եվ ուրեմն այսա խնդիր է, այսինքն նյութական աշխարհի հոգեբանական բանը, կառուցվածքը ինքը այսա է, որ կենդանիակները իրար հետ շփվում են, միայն մարդը չի, բոլոր կենդանիակները, եւ դեմոնները, եւ ոգիները, եւ կենդանիները, եւ բնությունը, եւ մարդը, եւ կիսաստվածները, բոլորը բացարձակ նյութական աշխարհում ապրող բոլոր կենդանիակները իրար հետ շփվում են այս երեք գոյավիճակների ազդեցության տակ։ Եվ տեքստի վերջը ինքը հենց դա էր ասում, որ կախված նրանից, թե կենդանիակները իրանք ինչ գործունեություն են ծավալում, դրանից էլ է կախված, թե ինչն է արարվում, ինչն է պահպանվում եւ ինչը ոչնչացվում, չէ՞։ Հիմա ուրեմն, սիրելիներս, մենք տեսանք այստեղ, չէ՞, որ ուրեմն խոսքը գնաց դրա մասին եւ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք տեսնենք, հա, որ արիացիները իրանք ուղղակի այսպես չեն ներկայացնում արարչագործությունը, որպես ինչ-որ մի հատ այսպես կոպիտ բան, չէ, բան, ասենք, Աստված արարեց աշխարհը եւ վերջ, չէ։ Մենք տեսնում ենք, որ արիացիների հասկացողությունը ինքը շատ բազմաշերտ է, այսինքն կա նյութական աշխարհի առաջնային արտահայտությունը, հա, որը ինքը տեղի է ունենում այդ երեք գոյավիճակների միջոցով, հա, կա դրա հաջորդ բաները, այդ գոյությունը բանալով էլի կազմակերպող երևույթները, չէ։
որոնց շնորհիվ արդեն հայտնվում են տարբեր տեսակի մարմիններ, տարբեր տեսակի ասենք գոյության բաներ, մակարդակներ, կյանքի ձևեր, հոգեբանություն, փորձ եւ այլն եւ այլն։ Հա? Այսինքն մենք տեսնում ենք, որ արիացիները, երբ որ խոսում են արարչագործության մասին, իրենք ասես միանգամից հանում են պրիմիտիվ պատկերացումները, միմինկրոնի պրիմիտիվ պատկերացումները արարչագործության մասին։ Նյութական աշխարհը, ինչպես տեսնում եք, արիացիներին դա շատ լավ հասկանում էին, որ նյութական աշխարհը դա ոչ թե ինչ-որ այսպես պատահական էլեմենտների բան է, էլի ինչ-որ կույտ է, հա? Այլ ինքը շատ բարդ բան է, սիստեմա է, որը ուրեմն էլի ձևավորվում է այդ այն ինչ որ արիացիները իրանք կոչում են պայմանավորված հոգիներ, այդ պայմանավորված հոգիների փորձից է առաջանում, հա? Ուրեմն տեքստի ընդհանուր եւ ամենակարևոր բանը, սկզբունքը դա նա էր, որ արարչագործությունը դա ոչ թե միայն այդ նյութի բանն է, որ նյութն է առաջանում, չէ, այլ արարչագործությունը ինքը նաև բանն է, այն պայմանների ստեղծումն է, չէ, որոնց մեջ կենդանիակները իրենք ապրում են կամ պիտի ապրեն, որոնց մեջ կենդանիակները իրենք ստանում են իրաց ցանկությունների, արարքների, որակների, զգացմունքների արդյունքները։ Հասկանում եք, ինչպես նաև քննարկվեց, որ երբ որ նյութական աշխարհը ինքը քայքայվում է, դա ոչ թե միայն բանն է, էլի որ ասենք ինչ-որ ֆորմաներ են, չգիտեմ, քարն է, սարն է քայքայվում, կամ չգիտեմ, հեռախոսն է քայքայվում, կամ ինչ-որ մի իր է քայքայվում, հասկանում եք, մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք շատ լավ հասկանում են, չէ, որ համ էլ քայքայվում են ճակատագրերը, կենդանիակների գոյությունը, հասկանում եք, դրա համար տեքստը մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք շատ լավ, շատ բարձր մակարդակի հասկացողություն ունեն, հասկանում եք, այդ արարչագործության և նյութական աշխարհի ավիրման թեմաների շուրջ։ Հա? Մենք տեսնում ենք, որ արիացիները իրանք այդ երեք կոմպոնենտները արարչագործություն, պահպանում եւ ավիրումը, չէ, այդ երեք կոմպոնենտները շատ այսպես բաներ սթափ գիտակցում են եւ իրանք այդ երեք կոմպոնենտները իրար չեն հակադրում։ Հասկանում եք, այլ իրանք դիտարկում են դա որպես նյութական աշխարհի գոյության տարբեր արտահայտումները։ Հասկանում եք, եւ այդ իմաստով իհարկե, այն ամեն ինչ որ ինքը բան է անում, արարվում է նյութական աշխարհում, ինքը արդեն իր մեջ կրում է բան էլի, այդ բանի ավիրվելու պոտենցիալ։ Հա? Եվ արիացիները իրանք հենց այդպես էլ աշխարհը տեսնում էին։ Հասկանում եք, այսինքն իրանք դա նկատում էին, էլի, որ այդքան պրիմիտիվ չէր ընկալումը, ինչպես մենք սովորենք մտածել, որ հներում մարդիկ իրանք ոչ մի բանից չեն տարբերել, չէ՞։ Հիմա այդ առաջին գաղափարը դա է, որ այն ամեն ինչը որ արտահայտված է ժամանակի մեջ, ինքը անպայման ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվելու։ Հասկանում եք, հա, որտեղ տեսեք, ասեք, չէ, օրինակ, ենթադրենք, եթե մենք նայում ենք այսպես պրիմիտիվ օրինակներ բերեմ, ասենք, երբ որ մենք նայում ենք, որ ասենք մարդիկ իրանք ֆիլմեր են նկարում, չէ, ինչ-որ արվեստի միջոցով փորձում են ներկայացնել, թե ինչպիսի դժվարություններով, աստվածամեջության դարաշրջանում դա բնական է, ինչպիսի դժվարություններով են կենդանիակները իրենք հասնում երջանկության, չէ, եւ ասենք ինչ-որ մի բանը ավարտվում է հարսանիքով,
И жили они счастливо. Ոնց որ ենթադրվում է, որ հենց որ ամուսնացան, ու դրանից հետո երջանիկ կյանք պիտի լինի։ Ну, во-первых, առաջերտին մենք պետք է տեսնենք, որ աստվածամեժության դարաշրջանը դա ցածր գոյավիճակների, կենդանի էակների, ուրեմն գոյության բանն է, դարաշրջանն է։ Եվ դա ինքնըստինքյան արդեն նշանակում է, որ ոչ մի բան հեշտ չի լինելու, որովհետև աստվածամեժության դարաշրջանում ծնվող կենդանիների ամենամեծ թերությունը, եթե հիշում եք, առաջի երկում շեշտեց շարունական, ասեց, իրանք չեն կարողանում խաղաղ հարաբերություններ կառուցել։ Եվ այո, հետագայում, ասենք, տեսնում ենք, որ այո, մենք ինքներս էլ մեր մասին նկարում ենք, չէ, որ իսկ ինչ է տեղի ունենում ամուսնությունից հետո։ Ամուսնությունից հետո շատ հաճախ տեղի է ունենում հիասթափության process, եւ այդ հիասթափությանը ինչ որ կենդանիակներ հարմարվում են եւ մինչեւ վերջ քաշ են տալիս այդ հիասթափված գոյությունը, կամ պայքարում են եւ փորձում են, ասենք, ավիրել այդ հարաբերությունները եւ ինչ որ նոր հարաբերություններ ստեղծել, նո ասենք թե ինչքանով է նոր հարաբերությունների մեջ հաջողվում երջանիկ լինել, դա էլ այնպես չի էլի որ միանշանակ է, չէ՞։ Հիմա տեսեք, սիրելիներս, ուրեմն այստեղ մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք խոսում են, ուրեմն այդ դրա մասին, որ կներեք, մի րոպե բան գործվեցի։ Հայերեն տեքստը գործվեցի մի վարքյան, չում համի կպա։ Չի շատ վերև կդրած։ Ահա, հեսը, всё կտա։ Հա, եւ ասենք մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք դա են քննարկում, չէ, որ հաջորդ թեման դա ժամանակի թեման է, այսինքն որ նյութական աշխարհը ինքը կարգավորված է, նյութական աշխարհը ունի սկիզբ, պահպանում եւ ավիրում, սկիզբը, պահպանումը եւ ավիրումը տեղի է ունենում ժամանակի միջոցով։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք խոսքը գնում է նրա մասին, որ այն ամեն ինչը որ հավաքված է նյութական էլեմենտներից, ամեն վարքյան կարող է հենց ուրիշ էլեմենտների ազդեցության տակ բանալի, քայքայվի։ Հա, եւ այն ամեն ինչը որ ստեղծված է կենդանիակների գործունեության միջոցով, ինքը ավիրվում է հենց այդ գործունեությունից ծնված հետևանքների շնորհիվ։ Եվ որ արդեն տվյալ ստեղծած, ասենք, իրը կամ երևույթը, հա, ինքը բան էլի исчерпывает себя։ Հյուծվում է, այսպես ասեմ։ Այսինքն, կորցնում է պիտանի լինելու իր ունակությունը։ Հա, տեքստը ինքը առաջին հերթին խոսած նրա մասին, որ մենք արդեն մի թեթև քննարկեցինք, չէ, որ առաջագործությունը ինքը առաջին հերթին հենված է 3 գոյավիճակների վրա։ Հա, եւ սա ինքը ահավոր կարևոր եւ ահավոր խորը թեմա է։ Նյութական աշխարհը ինքը բան չի էլի, ասես ոնց որ այսինքն ինչի մասին է խոսքը, երբ որ արիացիները իրանք խոսում են գոյավիճակների մասին, իրանք խոսում են մի երևույթի մասին, որը մեզ օգնում է, որ մենք հասկանանք, որ նյութական աշխարհը ինքը այսպես ինքը իրանով այսպես ինչ-որ կամակորձ բան չի էլի, որ նյութական աշխարհը ինքը շատ իրան ներքին բաներով, չէ, ինքը շատ կազմակերպված է եւ ինքը գործում է ըստ օրինաչափությունների, հասկանում եք, եւ հենց որ ինչ ասեց տեքստը, ինքը ասեց հավերժ ժամանակը ինքը հենց որ շարժման մեջ է դնում
այդ գոյավիճակները, հա, սկսվում է առաջագործությունը։ Այսինքն, մանը, առաքելությունը, կրքերը, գիտությունը, իրանք սկսում են իրար հետ բան անել, ոչ թե համագործակցել, այլ взаимодействовать։ Այդ խոսքը կներեք պիտի նայեմ այդ խոսքը։ Փոխազդեցություն կներեք, չեմ, տեսակ մոռացել էի լավ այդ խոսքը, հա։ Այսինքն այդ գոյավիճակները իրանք իրար հետ մտնում են փոխազդեցության մեջ։ Մտնում են փոխազդեցության մեջ, խառնվում են իրար հետ, ինչ որ բանը, ինչ որ նոր մակարդակի նյութ են ծնում, նոր հոգեբանություն են ծնում, հա, նոր ընկալման հնարավորություն են ծնում, որտեղ որ մենք խոսում ենք գոյավիճակի մասին, չէ, դա նաև ընկալումն է։ Հասկանում եք, դա նաև այն հիմքն է, որի հիմքի վրա կենդանիակը ինքը ընկալում է արտաքին աշխարհը, չէ, եւ դա համել գործունեության բնույթն է, հասկանում եք, որովհետեւ տգիտության գոյավիճակի ազդեցության տակ գտնվող կենդանիակները, չէ, իրանք զարգացնում են ուժ։ Կրքի գոյավիճակի այդ ուղղությամբ են գործում, այսինքն ստեղծում են ավիրող, ստեղծում են զենք, հա, եթե այսպես բարձ խոսենք։ Կրքի գոյավիճակի ազդեցության տակ գտնվող կենդանիակները, իրենք շատ կապված են զգայական վայելքին, եւ այդ իրանց մոտ էլ ասենք, չէ, գործունեությունը ծավալվում է այնպես, որ ինչքան հնարավոր է ավելի շատ հնարավոր լինի վայելել կյանքը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ արդեն առաքինության գոյավիճակի մեջ, չէ, կենդանիակը ինքը այլ գործունեություն, ինքը ավելի շատ կենտրոնացած է, թե ինչ պարտականություն ունի, այսինքն ինքը միշտ փորձում է ճիշտ գործել։ Հա, թեման մնում է միշտ նույնը։ Կենդանիակը գործում է, որպեսզի չտարապի եւ ստանա երջանկություն։ Ուղղակի, երբ որ ինքը բռնության հիմքի վրա է գործում, ինքը հետո բռնություն է ստանում։ Եթե շահագործման հիմքի վրա է գործում, հետո շահագործվում է, հա։ Եթե արդեն համագործակցության հիմքի վրա է գործում, միշտ ունենում է համագործակցելու պարտներներ։ Հա, այսինքն մենք տեսնում ենք, որ այստեղ չի ներկայացվում, գոյավիճակները իրանք չեն ներկայացվում որպես ուղղակի որակ։ Հասկանում եք, բան էլի բնավորության ուղղակի որպես բնավորության գծեր։ Սրանք նյութական արտահայտման ֆունդամենտալ ուժն է, որովհետև ամենտեղ քննարկվում է որպես առաջինը։ Այսինքն իրանց միջոցով է, որ ձևավորվում է կոպիտ նյութական մարմինը։ Գունաների միջոցով է բանանում, ասեք, ստեղծվում միտքը, զգացմունքները, կենդանիակի բաները, ասեք, հակումները, հա, այդ թե կենդանիակը ինչ գոյավիճակի ազդեցության, ինչ գոյավիճակի ներկայացուցիչ է, դրանից կախված է, թե ինքը ինչպիսի գործունեության է կապված, ինչն է իր համար համարում երանություն կամ վայելք, ինչն է համարում տառապանք, հա, ինչպիսի հասարակական դիրքերի է ձգտում, հա, ինչ կրոնական հակումներ ունի, չէ, որտեղ օրինակ ասենք, տգիտության գոյավիճակի ազդեցության տակ դա կրոնական ֆանատիկներն են, հա, կրքերի գոյավիճակի ազդեցության տակ դա կրոնական կարիերիստներն են,
հա, իսկ բանում առաքինության գոյավիճակի ազդեցության տակ դա իրական քրոնականներն են։ Չէ, տեսեք, ամեն ինչը ինքը ըստ գոյավիճակների կարելի է դիտարկել եւ անմիջապես հասկանալ։ Օրինակ ասենք, եթե դուք հասկանում եք, որ կենցաղյակի վրա հիմնական ազդող գոյավիճակը դա բանն է, գիրքն է, չէ՞, դուք միանգամից հասկանում եք, եթե նույնիսկ ինքը գա հոգևոր կյանք, ինքը հոգևոր կյանքում լինելու է կարիերիստ, այլ ոչ թե հոգևոր մարդ։ Հասկանում եք, միանգամից եթե մարդը ինքը շատ լավ գիտի այդ տեսությունը, չէ, իր համար հասկանալ, թե ով ինչ, երբ, ինչի համար է զբաղված, իսկ միշտ ասում եմ, նա ով լավ գիտի գոյավիճակները, իրան պայծառատեսություն պետք չի։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, չէ, ուրեմն այստեղ մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք այսպես շատ բան խոսում են նրա մասին, որ նյութական աշխարհը ինքը այսինքն ինքը ներկայացվում է արիացիների կողմից, չէ, որպես կոսմոլոգիա, այսինքն թե ինչպես է ինչպիսի կառուցվածք ունի նյութական աշխարհը եւ որպես հոգեբանություն։ Եվ երբ որ ասվում է, որ գոյավիճակներն են աշխարհը ստեղծում, չէ՞, այսինքն այստեղ մենք արդեն քննարկեցինք, որ նկատի ունվի հենց այդ թեման, որ բաները գոյավիճակները իրանք ստեղծում են ոչ միայն մոլորակները եւ նյութական մարմինները, այլ իրանք նաեւ ուրեմն այսպես էլի էներգետիկ դաշտ են տարբեր կենդանիակների, տարբեր գիտակցության համար։ Հասկանում եք։ Եվ այլն։ Հիմա հաջորդ թեման, որը քննարկես տեքստը, դա 9 տիպի բաններ, չէ՞, արարչագործությունը։ Ինչ որ շատ բան հայտարարություններ եւ ասենք հիմա բացատրություն պահանջող այն։ Իրականում Շուկադեվե Գոսվամին Մայտրեյան ինքը բացատրությունը կտա։ Ինքը հիմա ուղակի ոնց որ ասեց գլխավոր բանը, գլխավոր տեքստը, չէ՞։ Համար մենք հիմա դեռ որ այդպես շատ չենք խորանա այդտեղ, բայց ինչ որ չափով, որպեսզի մենք կարողանանք պատկերացում կազմել, թե մեզ հետագայում ինչ խոսակցություն է սպասում, մի քիչ կխոսենք իհարկե դրա մասին։ Ուրեմն տեքստը ինքը խոսեց նրա մասին, որ բացի գոյավիճակներից, հա, բանը արարչագործությունը ինքը ունի նաև 3 ուրիշ տեսակի արարչագործություն։ Եվ դա նշանակում է, որ նյութական արտահայտությունը, չէ, ինքը ունի իր ոնց ասեմ էլի, ոնց որ ներքին մաները, կատեգորիաները, էլի, ներքին մակարդակները, հասկանում եք։ Այսինքն մի բան է, երբ որ տեղի է ունենում արարչագործության այդ առաջի բան, էլի, ռազվորտովենիա, երբ որ արարչագործությունը ինքը բան անում, էլի, ոնց այ սկսվում է, էլի, այ ռազմառաչիվից, ինչ որ ռուսերեն խոսքեր կան, որ հայերենում ոչ մի ձև չեմ կարողանում անալոգները գտնեմ, էլի։ Հաջորդը դա արդեն բանն է, կյանքի տարբեր կոնկրետ ստրուկտուրաներն են, չէ՞։ Ու ասենք այստեղ երբ որ խոսում ենք այդ 9 տեսակի արարչագործության մասին, այստեղ այդքան կարևոր չի իրականում, որ մենք միանգամից թվարկենք այդ տեսակները, ես ասացի, որ դրա մասին խոսակցություն կլինի, չէ, ինչքան կարևոր է, որ մենք այս պահին հասկանանք նյութական աշխարհի սկզբունքը, որի վրա նյութական աշխարհը հեված է։ Դա նա է, որ նյութական աշխարհը ինքը արարվում է աստիճանաբար։ Այսինքն, տեսեք, արիացիները իրանք լավ հասկանում են, էլի, որ այս սկզբից պիտի որ արարվի հիմքը, չէ՞։ Հետո այդ հիմքի նուրբ էլեմենտները, հետո այն ամեն ինչը, ինչով կարելի է այդ արարչագործությունը ընկալել, հա, հետո պիտի արարվի գործողության ունակությունը, հետո պիտի բան անեն,
արարվեն բաներ էլի ղեկավարող ուժերը, չէ՞։ Դրանից հետո պիտի արարվեն կյանքի ձևերը, հա։ Դրանից հետո պիտի բանարվի արդեն այդ կյանքի ձևերին կոնկրետ մարմիններ տալը, չէ՞։ Եվ այդ մարմինները իրենք նախատեսված են, որպեսզի գիտական աշխարհ եկող կենդանեակները իրանք ստանան տարբեր տեսակի փորձեր, հա, եւ սրանք են այն 9 ուրեմն տիպերը արարչագործության, որը ինքը կա, չէ՞։ Ուրեմն հիմքը նուրբ էլեմենտները, ընկալող զգայարանները, գործելու ունակությունը, ղեկավարող ուժը, հա, կյանքի ֆորմաները, կոնկրետ մարմինները եւ փորձը, գործողությունների հետևանքով կուտակած փորձը, հա։ Մենք կարողանում ենք տեսնել, որ այս ամեն ինչը ինքը բան է անում, էլի, որ այս ամեն ինչի վրա է իրականում ձևավորվում, այս են այն սկզբունքները, որի հիմքի վրա ձևավորվում է այն, ինչ որ արիացիները անվանում են պայմանավորված վիճակ, հա, այս բառակապակցությունը պայմանավորված վիճակ, ինքը շատ ֆունդամենտալ հասկացողություն է արիացիների մոտ, չէ, որտեղ իրանց գաղափարը որն է, չէ, որ կա կենդանեակ, որը ունի մաքուր գիտակցություն, ունի հավերժ երանելի մարմին, հա, եւ այդ մարմինը ինքը շարունակում է մնալ հոգեվոր աշխարհում։ Այ հիմա ես այստեղ խոսում եմ, իմ հոգեվոր մարմինը գտնվում է հոգեվոր աշխարհում, հա։ Բա ինչպես եմ ես ընդհանրապես գործ ունենում այս նյութական մարմնի հետ։ Մենք սա մի քանի անգամ արդեն քննարկել ենք։ Ուրեմն, բան, отождествление նույնացման միջոցով։ Չէ՞։ Դրա համար իրենք ասում են, կենդանեակի գիտակցությունը պայմանավորվում է ինչ որ մի հատ գաղափարով։ Եվ դա կոչվում է պայմանավորված վիճակ, պայմանավորված գիտակցություն, հա, եւ ասենք հենց դա է, որ քննարկում, հիմա այսքան մանրամասը քննարկում են արիացիները, հա, այսինքն սկզբից ձևավորվում է բանը, ընդհանուր ցանկությունների դաշտը, դրա հիմքի վրա ձևավորվում է կեղծ եսը, հետո ձևավորվում է միտքը, հետո զգայարանները, հետո այդ զգայարանների միջոցով ընկալելու հնարավորությունը, հետո կենդանեակը ինքը այդ ստանալով այդ ամեն ինչը, դա կոչվում է, մենք 100 անգամ քննարկել ենք կոպիտ եւ նուրբ մարմին, չէ, օգտագործելով կոպիտ եւ նուրբ մարմինը, կենդանեակը ինքը ձևավորում է սովորություններ, ինքը ձևավորում է սովորություններ, ինքը ձևավորում է, թե ինքը ինչ ռեակցիա է տալիս, հա, ինքը ձևավորում է իր շրջապատը, ինքը ձևավորում է այն գործողությունները, որի հանդեպ ինքը հակում ունի, չէ, եւ այդ ամեն ինչից ձևավորվում է իր ճակատագիրը։ Հասկանում եք, հա, այսինքն այստեղ իրականում խոսացվում է նրա մասին, չէ, որ այդ տիեզերական պրոցեսները արարչագործության, իրանք անմիջական արտացոլանք ունեն ամեն մի կենդանեակի ներսում։ Հասկանում եք, եւ արտաքին աշխարհը ինքը բան է, արարվում է 3 գոյավիճակների միջոցով, բայց եւ ներքին այդ պայմանավորված վիճակը նույնպես ձևավորվում է գոյավիճակի միջոցով, այսինքն թե հոգեբանորեն կենդանեակը ինքը ինչպիսի վերաբերմունք ունի ուրիշ կենդանեակների հանդեպ, իրականում սրա մասին է խոսքը, հիմնականում, հասկանում եք, եւ երբ որ կենդանեակը ինքը, ասենք, խոսում է նրա մասին, որ ես այսպիսին եմ, հա, կամ ինքը սովորաբար ասենք կարող է այդպես ասելով, չէ, որ ասենք, այ ես սա եմ, կամ ես կին եմ, չգիտեմ,
Այսպիսի որակներ ունեմ, ինչ որ ես իմ մասին մտածում եմ, չէ՞։ Այդ հաստատումը անելուց կենդանիակը ինքը սովորաբար այդքան էլ լավ չի հասկանում, էլի, որ այդ իրա այդ ինչ որ մենք կոչում ենք ես, չէ՞, դա հիմնականում ոչ մի համարյա թե ոչ մի կապ չունի հոգու հետ, որ դա արարչագործության ինչ որ հատուկ բան է, էլի, հատուկ ձև, մարմինը, միտքը, հա, բանը, դաստիարակությունը, ճակատագիրը, գոյավիճակները, միջավայրը, սովորությունները, անցյալ կյանքի ցանկությունները, այս կյանքի ցանկությունները, այդ դրանք ամեն ինչը դա նյութական գոյավիճակների փոխազդեցությունն է։ Հոգին ինքը ուղղակի վերջում այդ ամեն ինչը սեփականաշնորհողն է, եթե կարելի է այդպես ասել։ Հասկանում եք, չէ՞։ Եվ մենք ուրեմն կարողանում ենք հասկանալ, որ այս տեքստը ինքը եւ կառուցվածքային տեսանկյունից էր բարդ, չէ, եւ հոգեբանական, որովհետեւ հոգեբանական տեսանկյունից այս տեքստը ինքը օգնում է հասկանալ մի շատ կարևոր բան։ Բոլոր տեսակի պայմանավորված վիճակները ունեն կառուցվածքային, հա, այսինքն պատահական չեն մեր ռեակցիաները, պատահական չեն մեր կապվածությունները, պատահական չեն մեր վախերը, հա, պատահական չեն մեր բաների այդ վայելքի մասին պատկերացումները, նույնիսկ այն թե ինչպիսին ենք մենք ընկալում աշխարհը, չէ, նույնիսկ դա մեծամասամբ կախված է այն գոյավիճակի ազդեցությունից, որի տակ մենք մեզ բերել ենք։ Հասկանում եք։ Իհարկե, երբ որ մենք խոսում ենք գոյավիճակի մասին, շատ մարդիկ կան, որոնք իրենք գոյավիճակը հասկանում են այդպես, որ դա ինչ-որ մի հատ պարտադրված ուժ է, որի տակ կենդանիակը ինքը հայտնվում է եւ չի կարողանում դրա տակից դուրս գալ։ Սա շատ սխալ ընկալում է գոյավիճակների տեսության, հա, ուղղակի հակառակը, ոչ թե գոյավիճակն է պարտադրվում կենդանիակին, այլ կենդանի էակը ընտրում է գոյավիճակը։ Այսինքն նախապես Գերագույն Աստծո ազնվորությունը ոնց որ 3 օրենք է դնում, հա, եթե շատ պարզացնենք, ինքը այսպես է։ Եթե դու պատրաստ ես քո ցանկությունները իրականացնելու համար ուրիշ կենդանիակներին տառապանք պատճառես, դու արժանի ես այս հետևանքին։ Եթե դու պատրաստ ես ուրիշ կենդանիակներին շահագործելով զբաղվես, դու պատրաստ ես այս արդյունքին։ Եթե դու պատրաստ ես ուրեմն մտնես արդարության դաշտ, դու արժանի ես այս արդյունքին։ Հա? Հիմա այսինքն ինքը ստեղծում է 3 պատճառահետևանքային կապերը։ Եվ դա կենդանի էակն է ասում. ես պատրաստ եմ բռնության, ես պատրաստ եմ շահագործման, ես պատրաստ եմ համագործակցության։ Եվ դրանով իսկ արդեն, այսինքն ընտրությունը միշտ կենդանի էակինն է, հա? Եվ պատասխանատվությունը միշտ մերն է։ Հասկանում եք։ Ուրեմն փաստացի արիացիները հիմա քննարկում են, որպեսզի կենդանիակը կամ մարդիկ, որոնք իրենք կարդում են այս գիտելիքը, իրենք կարողանան տարանջատել, թե որտեղ է իրանց հավերժ հոգին եւ որտեղ է արտահայտված իրանց նյութական կեղծ եսը։ Հա? Օրինակ, բարձրագույն օրինակներ։ Մարդը ինքը կարող է մտածել, չգիտեմ, ես ուղղակի էմոցիոնալ եմ, հա? Կամ ինքը իր մասին կարող է մտածել, որ այո, ես իշխող եմ, ես սիրում եմ իշխել, հա? Ինքը կարող է մտածել, ես չեմ կարող լինել, չգիտեմ, ուրիշը, հա? Ես միշտ այսպես եմ բանանում, արձագանքում, հա?
Եվ սա իմ բնությունն է։ Չէ, օրինակ ես անձամբ ճանաչել եմ այդպիսի մի մարդու, որը ինքը բավականին վատ մարդ էր, հա, եւ երբ որ իր մտերիմները, նույնիսկ մտերիմներն էին իր ձեռքը տանջվում, հա, ու երբ որ իր մտերիմները իրան փորձում էին, ասենք, բաներ, ինչ-որ մի ձևի ազդեին վրան, որպեսզի ինքը վերանայի իր պահվածքը, չէ։ Ես մի քանի անգամ վկա եմ եղել, երբ որ այդ ազնվորությունը ինքը իր երեխաներին ասում էր վերջնականում այսպիսի մի հատ նախադասություն. Ուզում եք մեռեք։ Ես սա եմ եւ վերջ։ Հա, այդ դա է, չէ, ինչ որ ասենք այ մարդու կենդանիակի հոգու պատկերացումը իր մասին, չէ։ Եվ տեսեք, ասեք, բայց հոգևոր տեսանկյունից, հոգևոր գիտելիքի տեսանկյունից, հասկանում եք, արդեն այդ ամեն ինչը դրվում է իր տեղը, որ իրականում դա հոգու բնությունը չի, հա, այլ այդպես, թե ինքը կենդանի էակը իր պատկերացումներով, ինքը իր պատրաստակամություններով, ինչ իրականություն է իր համար ստեղծել։ Հիմա եւ հաջորդ գաղափարը, որը նյութական աշխարհի առաջագործության հետ կապված շատ կարևոր է, դա այն է, որ ազնվորությունը ինքը միշտ պետք է հասկանա։ Նա ինչ որ այն ամենը, ինչ որ նյութական աշխարհում արարվում է եւ արդեն գոյություն ունի, ջիքերը պահանջվում արարելու համար, եւ երբ որ արարվեց վերջացավ, դա դեռ չի նշանակում, որ դա արդեն նախատեսված է միայն վայելքի համար։ Որպեսզի կենդանիակը կարողանա այդ երևույթը երկար վայելի, ջիքերը պահանջվում պահպանության համար, չէ՞։ Ասենք դաժե այսպես, հիմա ես նստած եմ բազկաթոռի մեջ, բազմոցի վրա, չէ՞։ Այս բազմոցը ինքը ինչ որ մի պահի սարքվել է։ Հիմա, եթե ես ջիքեր չեմ գործադրում նրան մաքուր կարգին վիճակում պահելու համար, ինքը շատ արագ կորցնում է իր օգտագործված լինելու պոտենցիալ։ Հա, եւ արդեն բան է։ Դրա համար մենք միշտ ազնվորությունը ինքը միշտ այ հոգին, իսկ հոգին այդտեղ խառնվում է իր հավերժության զգացումով։ Որովհետև մենք ամեն ինչ ընկալում ենք, հոգին ինքը ամեն ինչ ընկալում է, որ ինքը հենց հիմա, հենց այստեղ ներկայում իրավունք ունի վայելել։ Եվ ամենաշատը հոգուն դուր չի գալիս վայելքին գալ ջիքերի միջոցով, որովհետև դա հոգևոր աշխարհի բոլոր սկզբունքներին դեմ երևույթ է։ Հասկանում եք, հոգևոր աշխարհում երանելի եւ վայելքի մեջ խորասուզված կյանք ունենալու համար ընդհանրապես պետք չի, որ ազնվորությունը ինքը ջիքեր գործադրի։ Հա? Երբ որ կենդանիակը ինքը գալիս է նյութական աշխարհ, որովհետեւ ընկալողը հոգին է, հա, բայց գործողը նյութական էլեմենտներն են, ինքը հոգին միշտ ձգտում է դրան, ջիքեր չգործադրել, այլ ուղղակի վայելել։ Բայց նյութական աշխարհը ինքը հավերժ չի։ Նյութական աշխարհում ամեն ինչը, ինչ որ ստեղծվեց, հենց ստեղծված պահից սկսում է քայքայվել։ Հասկանում եք։ Եվ այս թեմաները, եթե ազնվորությունը ինքը լուրջ է մտածում այս ամեն ինչի շուրջ, սա շատ թվում է, որ բոլորիս համար էլ ակնհայտ է, չէ, բայց իրականում, երբ որ դուք նայեք, Յուդհիշթիրայի պատասխանը ինքը ձեզ համար շատ լուրջ կդառնա։ Երբ որ ինքը իր հայրը իրան հարցրեց ինչն է ամենազարմանալին այս աշխարհում, եւ Յուդհիշթիրան ինքը ասեց ամենազարմանալին դա նա է, որ բոլորը տեսնում են, որ մահանում են, բայց բոլորը ապրում են այնպես, ոնց որ թե իրենք հավերժ են, չէ՞։ Ու այդ հոգու բանը, այդ հոգու արտահայտությունը, չէ՞, ինքը հնարավոր չի կոտրել։ Հոգին այդպես գիտի, հասկանում եք։ Ինքը գիտի, որ ինքը հավերժ է։ Ինքը գիտի, որ ամեն ինչը նախատեսված է իր երանության համար։ Եվ ամեն անգամ, երբ որ ինքը
հանդիպում է նյութական աշխարհի իրական դեպքին, ինքը շատ մեծ շոկ է ապրում։ Դա հենց դա կոչվում է հիասթափություն, տառապանք եւ այլն, չէ՞։ Հասկանում եք։ Հիմա այդ հաջորդ քայլով տեքստը ինքը քննարկեց 3 տեսակի ավիրումները։ Այսինքն կա 3 տեսակի ավիրում։ Ավիրում, որը ինքը տեղի է ունենում հավերժ ժամանակի միջոցով, չէ՞։ Ավիրում, որը ինքը տեղի է ունենում նյութական էլեմենտների քայքայման հետևանքով, եւ ավիրում, որը տեղի է ունենում կենդանիակի գործունեության բնութագրերի պատճառով։ Սա իրականում շատ խորը եղյակ է, հա։ Առաջինը թվարկվեց ժամանակի միջոցով, առանցքային էլի ավիրումը։ Ակնհայտ է, որ հավերժ ժամանակը ինքը քայքայում է, վերջնականում ոչնչացնում է ամեն ինչ, ինչը որ գտնվում է նյութական աշխարհում։ Ընդ որում, գիտեք ոնց է, էլի, այն ժամանակը ինքը շատ միստիկական էլեմենտ է, որովհետև այն ընթացքում ժամանակը ինքը մեր հետ չի վիճում, ինքը չի շտապում, կոպիտ ասած ինքը չի ջղայնանում, հասկանում եք։ Ու այստեղ ես կարող եմ ասել, որ ժամանակ եւ այդ երբ որ ինքը չի վիճում, չի շտապում, մեր մոտ ստեղծում է ամեն մի ներկա պահին, մեր մոտ ստեղծում է այն տպավորությունը, որ ցանկացած ինքը հավերժ է։ Թեկուզ ինֆորմատիվ մենք գիտենք, որ հավերժ չի։ Բա ինչ է անում ժամանակը։ Ես կասեմ այսպես. ժամանակը ինքը ուղղակի խլում է նյութական բոլոր էլեմենտներին հավերժ երևալու բաների, այդ որ լավ սենց ասեմ, նյութական աշխարհը, երբ որ մենք նայում ենք ամեն վայրկյան ներկայում, ինքը ձևացնում է, որ ինքը հավերժ է։ Ժամանակը ինքը խլում է նյութական աշխարհից այդ հնարավորությունը, որպեսզի նյութական աշխարհը ձևացնի, որ ինքը հավերժ է։ Եվ ինքը դա անում է ինչպես։ Մարմինները ծերանում են, տները քայքայվում են, քաղաքակրթությունները ոչնչանում են, հարաբերությունները փոխվում են, փառքը գալիս է, հետո գնում է, ուժը գալիս է, հետո գնում է, գեղեցկությունը վերանում է, հիշողությունը վերանում է, հա։ Չգիտեմ, կայսրությունները իրանք դառնում են ընդամենը արխեոլոգիայի հետազոտությունների առարկա, եւ այդ բոլոր ավերումները կատարում է ժամանակը։ Հասկանում եք, դրա համար ես ասում եմ, ժամանակը ինքը ամենամիստիկական էլեմենտն է այս աշխարհից, հա, այս աշխարհում։ Եվ ինքը, այո, շատ անհրաժեշտ է, որովհետև եթե չլիներ ժամանակը նյութական աշխարհում, ապա նյութական աշխարհի եկած կենդանիակները իրանք կհավատային նյութական աշխարհի հավերժությանը։ Այ ժամանակը ինքը այդ կեղծ վստահությունը, այդ կեղծ համոզմունքն է վերջաբանանում, էլի ջարդում։ Երբ որ կենդանիակը, ամեն մի կենդանիակ մտածում է, ես միշտ կամ, եւ ցանկացած բան, որը ձեռք բերեցի,
իմն է ընդմիշտ։ Դա է, չէ, այդ երկու թեմաներն են, չէ, կենթանեակի հոգեբանական պայքարի հիմքը այս աշխարհում։ Ես միշտ կամ եւ ամեն ինչ որ ես ձեռք բերեցի, իմն է հավեր։ Բայց դա այդպես չի։ Եվ հենց առաջի գործոնը, որը մեզ ասում է դրա մասին, որ դա այդպես չի, հենց ինքը ժամանակն է։ Հասկանում եք։ Եվ այդ իմաստով մենք պիտի հասկանանք, որ ժամանակը դա իրականում, տեսեք, ինքը շատ խիստ է երևում, չէ՞, բայց իրականում, եթե մենք խորը մտածենք, ժամանակը դա գերագույն Աստծո ազնվորության ողորմածությունն է։ Հասկանում եք, որովհետև եթե չլիներ ժամանակը, նյութական իլյուզիան, պատրանքը, ինքը հավեր, այդ կենթանեակը ինքը հավերժ կմնար այդ իլյուզիայի տակ։ Հասկանում եք, եւ ժամանակը, այսինքն գերագույն Աստծո ազնվորությունը իր ողորմածությունն է ցույց տալիս նրանով, որ ինքը չի թույլ տալիս, որպեսզի կենթանեակը երբևիցե մտածի, որ նյութական աշխարհը կամ իր գոյությունը այդ աշխարհում հավերժ է։ Հիմա հաջորդ գործոնը, որը քայքայող ազդեցություն ունի, դա կացվածքից նյութական էլեմենտներն են։ Հա? Այսինքն նյութական էլեմենտները դրանք 4 տարերկներն են, չէ՞, հող, ջուր, կրակ, օդ եւ էֆիր, այսինքն տարածություն։ Եվ նյութական աշխարհը ինքը կարող է ավիրվի նաեւ այս էլեմենտների միջոցով, չէ՞։ Նյութական մարմինը ինքը կարող է օրինակ ավիրվի հիվանդությունների միջոցով, չէ՞։ Ինքը կարող է ավիրվի տաքության միջոցով, ցրտի միջոցով, սովի միջոցով, հա, ջրի, օդի, չէ, այսինքն այդ նյութական էլեմենտները իրենք կարող են վնաս տալ ցանկացած նյութական օբյեկտի։ Հողը ինքը ավիրումներ կարող է անել նույնիսկ բնության միջոցով, չէ, օրինակ, տեսեք, մենք հիմա մեր ժամանակներում, չէ, արխեոլոգիան ինքը քաղաքներ է գտնում, որոնք կուլ են տվել ջունգլիները։ Այսինքն ջունգլիները ոչնչացրել են այդ քաղաքները։ Բնությունը ինքը այսպես խեղդել է քաղաքը։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն ջրհեղեղները, ցունամիները, չէ՞, բաները, բաժարը։ Բաժարները, այսինքն այ 4 տարերկն է, երբ որ խոսվում է նյութական էլեմենտների մասին, խոսքը գնում է 4 տարերկների մասին։ Հիմա 4 տարերկները, չէ, իրանք են իրանց հերթին ցույց են տալիս, որ նյութական աշխարհում ոչ մի արարված բան չունի սեփական պաշտպանվածություն։ Եվ նյութական աշխարհում ցանկացած արարված բան ինքը գոյություն ունի այնքան ժամանակ, ինչքան որ գտնվում է նյութական տարերկների հետ ներդաշնակության մեջ։ Հենց որ հավասարակշռությունը խախտվում է, այդ ֆորման էլ ինքը ուրեմն նյութական տարերկների կողմից ոչնչացվում է։ Եվ սա շատ հոգեբանական տեսանկյունից ինքը շատ կարևոր թեմա է։ Ինչու է կարևոր։ Որովհետև մարդը ինքը կարող է մտածի, որ ինքը ղեկավարում է իր կյանքը, բայց իր տրամադրությունը, իր առողջությունը, ուժը, իր մտքի պայծառությունը, հա, իրանք շատ հաճախ կախված են, ոչ թե շատ հաճախ, այլ ընդհանրապես կախված են այն նրանից, թե մարմնի մեջ 4 տարերկները գտնվում են
ներդաշնակության մեջ, թե ոչ։ Հասկանում եք։ Հա? Եվ այդ հասկացողությունները, որը մարդը ինքը զարգացնում է, չէ՞, օրինակ ասենք, եթե մարդը ինքը հասկանում է, որ նյութական տարերքները իրանք կարող են վնաս տալ իր գոյությանը, չէ՞, ինքը հոգ է տանում առողջության մասին։ Բայց տեսեք օրինակ, չէ՞, օրինակ մեր աչքի առաջ, չէ՞, բոլորս էլ ունենք ինչ-որ մի հատ կետ, որտեղ մենք պարզ գիտելիք ունենք, որ այսիշ բանը այսպես անել չի կարելի, որովհետև դա վնասում է մեր մարմնի առողջությանը, բայց մենք դա միևնույն է անում ենք։ Հասկանում եք։ Դա որ գոյավիճակն է, տգիտության, որ նույնիսկ ինֆորմացիան ունենալուց հետո կենդանիակը ինքը չի հետևում գիտելիքին, այսինքն արհամարհում է գիտելիքը։ Եվ վերջի ուրեմն քայքայիչ սկզբունքը դա կենդանիակների գործողություններն էին։ Հոգևոր հոգեբանության համար այս երրորդ կետը ինքը շատ կարևոր է, հատուկ կարևոր է, որովհետև մենք այստեղ տեսնում ենք, որ ընդվում է, չէ, եւ դա բոլորիս համար ակնհայտ է հույսով եմ, չէ, որ բանը ավիրումը ինքը կարող է լինել հետևանք կենդանիակի գործունեության բնութագրերից։ Այսինքն ինքը կենդանի էակն է արդեն ստեղծում այնպիսի պայմաններ, հա, որոնք իրենք ավիրում են իրեն շրջապատող աշխարհը։ Երբ որ ազնվորությունը ինքը գտնվում է տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, այն ավիրումները, որը տեղի են ունենում իր շրջապատում, դրանք կոպիտ են, հա, այսինքն տգիտության, ալարկոտության, բռնության, դեգրադացիայի, ինքնախաբեության, այդ բաների թափթփվածության հանդեպ հակումը եւ այլն, դրանք նպաստում են, որպեսզի աշխարհը ինքը քայքայվի։ Երբ որ ազնվորությունը ինքը գործում է կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, չէ, ինքը աշխարհը ավիրում է այդ բաների, այդ չափից ավելի լարվածությունից, հա, ագահությունից, ագահությունը սա շատ մեծ գործոն է, մարդկային գործոն, ընդհանրապես կենդանիակների գործունեության մեջ ագահությունը այս աշխարհը ավիրող շատ լուրջ գործոն է, հա, մրցակցությունով են ավիրում աշխարհը, հասկանում եք, հպարտությունից են ավիրում աշխարհը եւ հակառակը, երբ որ մարդը ինքը բաների ոնց ասեմ, երբ որ մարդը ինքը այնպիսի տառապանք է ապրել, որ դատարկվել է, հյուծվել, истощение, հա, այդ հյուծվածությունից մարդը կարող է ավիրել իր բանը։ Երբ որ կենդանիակը ինքը գտնվում է առաքինության գոյավիճակի տակ, չէ՞, հիմա տեսեք, ինքը էլի կարող է ավիրել։ Կանում եք։ Ինչի համար, որովհետև նյութական բանը, որովհետև գործունեությունը առաքինության գոյավիճակի մեջ միևնույն է ունի նյութական բնույթ։ Եվ այն ամեն ինչի ինչ որ ունի նյութական բնույթ, ինքը չունի հավերժ բնություն։ Եվ սա չի նշանակում, որ մարդը ինքը ուղղակի այսպես նստած տառապում է իր ճակատագրից։ Սա նշանակում է, որ անձնավորությունը ինքը մասնակցություն ունի, հասկանում եք, մասնակցություն ունի նրանով, որ իր գործունեությամբ կարող է ավիրի իր կյանքը, կամ չգիտեմ, արտաքին շրջապատը, հա, եւ եթե օրինակ մարդը ինքը գործում է նախանձի հիմքի վրա, ինքը ավիրում է հարաբերությունները։ Եթե մարդը ինքը գործում է ագահության հիմքի վրա, ինքը ավիրում է իր ներքին խաղաղությունը կամ հանգստությունը, հա? Եթե մարդը ինքը գործում է հպարտությունից,
ինքը ավիրում է իր ունակությունը լսելու կամ ընկալելու ճշմարտությունը։ Եթե մարդը ինքը գործում է տրփանքից, ինքը ավիրում է իր մաքուր ընկալումը, հա? Եթե մարդը ինքը գործում է, ասենք, ջղայնությունից, ինքը ավիրում է իր հանդեպ վստահությունը, չէ՞։ Եթե մարդը ինքը գործում է, ասենք, ալարկոտությունից, ինքը ավիրում է հնարավորությունները, չէ՞։ Եվ եթե մարդը ինքը գործում է էգոիզմից, ինքը ավիրում է սերը։ Հասկանում եք։ Եվ տեսեք, ասենք, չէ, այսինքն ավիրումը դա տեղի է ունենում ոչ միայն արտաքին աշխարհում, այլև ներքին աշխարհում։ Եվ կենդանիակը իր գործողությունների միջոցով կարող է ավիրման process-ներ բերել եւ իր շուրջը եւ իր մեջ։ Սրա մասին էր ուրեմն այդ տեսակի ավիրումը։ Եվ վերջնականում քննարկվեց ուրեմն կապը արարչագործության եւ ճակատագրի կամ այսպես կոչված կարմայի միջև։ Այս տեքստը ինքը շատ նուրբ կերպով քննարկեց, որ նյութական աշխարհը ինքը ուղակի այն որ բանտը չի, էլի, դա ուղակի այն վայրը չի, որտեղ որ պատժում են կենդանիակին։ Հասկանում եք, կամ ինքը ուղակի վայելքների համար չի նախատեսված։ Սա օրինաչափությունների դաշտ է։ Եվ հերթականությունը ինքը այսպիսին է։ Կենդանիակը ինքը ինչ-որ բան է ուզում։ Գոյավիճակները այդ ուրեմն ցանկությանը կոպիտ ասած ձև են տալիս։ Նյութական բնությունը ինքը ստեղծում է մարմին եւ բաներ, обстоятельства, իրավիճակներ, հա։ Կենդանիակը այդ մարմնի եւ իրավիճակների միջոցով գործում է։ Գործունեությունը ինքը ինչ-որ մի հատ որակ ունի։ Եվ այդ որակը ինքը ստեղծում է հետևանքներ։ Հա։ Եվ այդ հետևանքները իրանք կամ պահպանում են այս ցանկացած բան, կարող ենք ասենք այս աշխարհը, եւ ցանկացած բան, որը գոյություն ունի դրա մեջ, կամ տանում են դեպի ոչնչացում։ Հա։ Եվ այսպես է ձևավորվում կենդանիակի պայմանավորված վիճակի այդ կյանքերի շրջապտույտը։ Այսինքն մարդը կենդանիակը նյութական աշխարհում հենց ինքը ստեղծում է այն, ինչը որ իրան հետո սահմանափակում է։ Ինքը ձևավորում է օրինակ սովորություններ։ Մարդը ինքը կարող է ձևավորել սովորություններ, որի հիմքի վրա հետո այդ սովորությունները սկսում են իրան ղեկավարել։ Հա։ Մարդը ինքը ստեղծում է հարաբերություններ, որը հետո դառնում են իր տառապանքի հիմքը։ Մարդը ինքը ստեղծում է իր ինչ-որ մի հատ կերպար, չէ՞։ Ամեն մի մարդ ինքը կերտում է իր կերպարը։ Եթե թույլ չի տալիս, որ ուրիշները կերտեն։ Հա։ Բայց այդ կերպարը, որը ինքը կերտում է, այդ կերպարով ինքը ծածկում է իրականում իր իրական եսը։ Եվ դա նշանակում է, որ ցանկացած կերպար ստեղծելուց կենդանիակը ինքը ծածկում է իր ունակությունը լսել ճշմարտությունը սեփական եսի մասին։ Հասկանում եք։ Կենդանիակը ինքը կարող է, ասենք, ստեղծել իր համար ինչ-որ վայելելու հնարավորություններ։ Հա։ Բայց եթե ինքը դա սխալ է արել, օրինակ ասենք, ազնվորությունը ինքը հայկական օրինակ բերեմ, հա, ինքը կարող է շատ կապված լինել խորովածին։ Բայց չափից ավել մսակերությունը քայքայում է նյութական մարմինը։ Օրինակ, այստեղ հետաքրքիր թեմա կա, սովորաբար, երբ որ մենք ինչ-որ միտեղ քննարկում ենք, հատկապես հայերի շրջապատում, երբ որ քննարկում ենք, որ մենք բուսակեր ենք, չէ՞,
մեզ հետ միանգամից քննարկում են այդ հարցը, որ վայ, բան դա կնշանակի, որ դուք բան ինչ-որ կհիվանդանաք, բախախլ միսը ինքը այնքան կարևոր ուտելիք է, բան, եւ ես միշտ մի հատ հարց եմ տալիս։ Կներեք էլի, չեք ուզում ոչ մի կերպ չեք ուզում նկատել, կարելի է մի հատ ասեք հաշվարկել, թե մարդկության ինչ տոկոսն է մսակերներից գտնվում հիվանդանոցներում եւ բուսակերներից։ Այո, իհարկե, մեր ժամանակներում ես դա էլ եմ ասում, որ մեր ժամանակներում ընդհանրապես կարևոր չի այլևս դու առողջության տեսանկյունից կարևոր չի, դու բուսակեր ես, դու մսակեր ես, դու ինչ ես, որովհետեւ բոլոր տեսակի ուտելիքները իրանք ահավոր քանակությամբ թույլ են պարունակում, այսինքն պարունակում են բաներ, էլեմենտներ, որոնք իրենք շատ վնասակար են օրգանիզմի համար, հա, բայց եթե մենք այդ կոմպոնենտը հանեինք եւ ուտելիքը ինքը տարմայր հողը, այլ ոչ թե մենք քիմիկատների միջոցով ստանայինք, չէ՞, ապա միևնույն է, այդ բանը տոկոսայնությունը, հասկանում եք, հերիք է էլի, հերիք է բուսակերներին մեղադրեք, որ իրենց առողջությանը վնաս են տալիս։ Հիվանդանոցների 99% բարկած մարդիկ իրանք մսակերներ են։ Սրտանոթային համակարգի, չգիտեմ, արդեն ստամոքսաղիքային համակարգի մասին չենք խոսում, չէ՞, այդ բոլոր համակարգերը իրանք փչանում են հիմնականում մսակերությունից։ Չափից ավել համենայն դեպս։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա ուրեմն, հա, այդ սրա վրա կանգնեցինք, որ իրականում, ասենք, կա այդպիսի բան էլի, որ ազնվորությունը ինքը եթե բան է անում, սխալ է վարվում իր մարմնի հետ, հետագայում իր մարմինը հիվանդանում է եւ իրան տառապանքներ է բանանում, պատճառում։ Եվ այլն, հասկանում եք։ Հիմա, այսինքն այդ ինչ որ մենք քննարկեցինք, որ մարդը ինքը ձևավորում է սովորություններ, հարաբերություններ, սեփական կերպար, հա, եւ վայրելու համակարգ, չէ՞, այդ գործոնները իրենք բան են անում, էլի մարդուն օգնում են, որպեսզի ինքը անձնական դաշտում արարչագործություն դա այն է, ինչ-որ կենթանիակը արարում է հենց իր սեփական կյանքի մեջ։ Սրտի մաքրագործման տեսանկյունից այս տեքստը ինքը շատ կարևոր բաների մասին է խոսում։ Այսինքն կենթանիակը ինքը պիտի կարողանա հասկանա, որ մարմինը, որը ինքը ստանում է, հենց ինքն էլ ձևավորել է։ Եվ քանի դեռ կենթանիակը ինքը մտածում է, որ ինքը այդ մարմինն է, ինքը եւ պաշտպանում է այդ մարմինը, ինքը իրականում պաշտպանում է իր արատները, որովհետեւ եթե մենք լուրջ ենք խոսում եւ հոգեվոր տեսանկյունից եւ հոգեբանական տեսանկյունից, ապա նյութական մարմինը դա ոնց ասեմ, էլի արատների պարկ է, հա։ Իսկ որ կենթանիակը ինքը հասկանում է, հա, որ իր նյութական մարմինը դա հենց իր կողմից ձևավորված ինչ-որ նյութական մի հատ կոնստրուկցիա է, հա, այդ ժամանակ իր մոտ առաջանում է հնարավորություն անջատել, տարանջատել իրան այդ ուրեմն նյութական մարմնից։ Հասկանում եք։ Եվ այդ ժամանակ կենթանիակը ինքը սկսում է հասկանալ ուրիշ բան, որ իր նախանձը դա դեռ ինքը չի, որ իր հպարտությունը էլի ինքը չի, որ երբ որ ինքը ուզում է ղեկավարել, էդ էլ ինքը չի, որ երբ որ ինքը ագահություն է բանանում դրսևորում ճանաչում ստանալու փառքի հանդեպ, դա էլ ինքը չի։ Հասկանում եք, որ երբ որ ինքը ոնց էլի ասենք ազնվորությունները իրանք միշտ այդպես բան են, չէ՞,
շատ բնորոշ է հատկապես մարդկանց, որ միշտ վախ կա լինել երկրորդը։ Այդ վախն էլ ինքը չի, հասկանում եք, այդ ամեն ինչը ինքը այսպես էլի համապատասխան կենդանեակի գիտակցության կառուցված է նյութական էլեմենտներով եւ այդ ֆորման, որը մենք կոչում ենք մեր մարմին, դա բանն է էլի вот это собирательный հավաքականն է մեր բոլոր մտածելակերպի, գործողությունների, չգիտեմ, էմոցիաների, եսիների, այդ դրա հավաքականն է։ Եվ այստեղ հոգևոր տեսանկյունից մենք ստանում ենք շատ այսպես բան ինստրումենտ, չէ, որն է, որ այո, նյութական աշխարհը ինքը ունի այդ օրենքը, այն ամենը ինչ որ ստեղծվել է, հնարավոր է եւ քանդել։ Եվ այստեղ է, որ մարդը ինքը կարողանում է հասկանալ, որ իրականում այն ոնց որ ինքը արարել է իր այս կերպարը, այդպես էլ ինքը այս նույն կերպարը կարող է ջարդել։ Ու դրա մեջ ոչ մի դժվարություն չկա։ Հա? Եվ բայց այստեղ, եթե մենք արդեն խոսում ենք հոգևոր զարգացման տեսանկյունից, շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, հա, որ այդ նյութական մարմնի ոչնչացումը չի կարելի կիրառել բռնություն հոգու վրա։ Մաքրագործման process-ը ինքը միշտ պետք է լինի ճիշտ։ Իսկ արիացիները իրանք ասում են, մաքրագործումը տեղի է ունենում գիտելիքի միջոցով։ Գիտելիք, որը հաստատում է կենդանեակին, ուրեմն մտքի արդարության, նրա ազնվության, նրա բարիության, նրա դեպիրված ծառայության եւ ուրեմն այդ ամեն ինչի միջոցով գերագույն Աստծո ազնվության հանդեպ ծառայության։ Այսինքն երբ որ կենդանեակը ինքը հետզհետե գիտելիքի հիմքի վրա, կամաց վերադառնում է դեպի իր իրական բնությունը։ Եվ այդ process-ը ինքը չի կարող լինի բռնությամբ, որտեվ երբ որ կենդանեակի վրա կամ հոգու վրա բռնություն է կիրառվում, հոգին քանի գնում, այդքան սխմվում է, ինքը չի բացվում։ Հոգին բացելու համար պետք է հոգևոր գիտելիք։ Միայն հոգևոր գիտելիքն է, որ շունչ է տալիս հոգուն։ Հասկանում եք։ Եվ դրա համար է, որ ուրեմն այս արարչագործության բաները իրանք մեզ համար իրականում հոգևոր զարգացում ունենալու համար շատ կարևոր են, հա, եւ կարողանում են մեզ օգնել, որպեսզի մենք հասկանանք, որ պայմանավորված վիճակը դա մեր վերջնական վիճակը չի, հա, եւ երբ որ թվարկվում է այս ուրեմն հետականությունը, նյութական աշխարհը ինքը արարվում է գունաների միջոցով, գործունեության միջոցով եւ այլն, այս տեքստը մեզ այդ հնարավորությունն է տալիս, որ հոգևոր մարդը ինքը պետք է ինքը իրան, հա, իրականում տա 3 հարց։ Ինչն է իմ մեջ ձևավորված գոյավիճակների շնորհիվ։ Այսինքն ես ինչ ռեակցիաներ եմ տալի, ինչ ցանկություններ ունեմ, ինչ սովորություններ ունեմ, որոնք իրանք հանդիսանում են իմինը գոյավիճակների արդյունք։ Հասկանում եք, հա? Երկրորդ հարցը։ Ինչն է մի րոպե հայրը ոնց ասեմ։ Երբ որ ես գործում եմ, գրագետ չեմ կարողանա թարգմանեմ, էլի մտքիս մեջ ռուսերեն եմ խոսում։ Երբ որ ես գործում եմ, հա, ես ինքս իմ մեջ, իմ գործունեությամբ ինչն եմ պատժ կանում, էլի։ Հա, ինչի համար, որովհետև շատ արատներ մեր մեջ ապրում են մենակ այն պատճառով, որ մենք այդ արատը շարունակում ենք սնել
մեր արարքներով։ Հա? Եվ դրա համար շատ կարևոր է, որպեսզի հոգևոր մարդը ժամանակ առ ժամանակ իրան այդ հարցը տա։ Իմ գործունեությամբ ես ինչն եմ իմ մեջ պատժկան։ Հասկանում եք։ Եվ վերջի հարցը, որը ինքը հոգևոր մարդու համար շատ կարևոր է, դա մի հարց է, որը կարող են իրենց տալ միայն համարձակները, այսինքն միայն ռազմավարությունները, որոնք իրենք շահագրգռված են իրենց հոգևոր զարգացման մեջ, դա մի շատ կարևոր հարց է։ Ինչը իմ մեջ պետք է ավիրված լինի Աստծո ողորմածությամբ։ Հասկանում եք։ Պարզ է, չէ՞ որ այստեղ խոսքը ոչ հոգու մասին է, ոչ անհատականության մասին է։ Այստեղ խոսքը գնում է այդ կեղծ շիծ ու կոնստրուկցիաների մասին, որը մենք մեր այս կեղծ եսի մեջ շարել ենք, հա, որոնք խանգարում են, որպեսզի արտահայտվի մեր հոգին։ Այ երբ որ ազնվորությունը ինքը սովորություն է ձեռք բերում այս երեք հարցերը տալ իրեն ժամանակ առ ժամանակ եւ ունենալ այս երեք հարցերի պատասխանները, չէ՞։ Այդ ժամանակ, ոնց ասեմ, գիտեք, մի շատ հետաքրքիր արդյունք է տալիս։ Ազնվորությունը ինքը դադարում է վախենալ քայքայումից։ Հասկանում եք, որովհետև մարդը ինքը սկսում է հասկանալ, որ ամեն մի ավիրում չի, որ կորուստ է։ Շատ հաճախ, հատկապես հոգևոր կյանքի ընթացքում, չէ՞, կան ավիրումներ, որոնք իրենք իրականում տանում են դեպի ազատագրում։ Հասկանում եք։ Հա? Եթե մենք արդեն խոսանք այս տեքստի կապի մասին անցյալ տեքստերի հետ, ապա մենք տեսնում ենք, որ Վիդուրան ինքը Մայտրեյային հարցրեց հավերժ ժամանակի մասին, որպես Գերագույն Աստծո անձնավորության կամքի դրսևորում։ Հիմա Մայտրեյան ինքը սկսեց ցույց տալ, թե ինչպես է այդ ժամանակը ինքը ազդում կամ գործում կներեք, ոչ թե ազդում, այլ գործում արարչագործության մեջ, չէ՞։ Եվ մենք տեսանք, որ սկզբից նկարագրվեց, որ Տեր Բրահման ինքը մտավ լոտոսի մեջ, ցողունի մեջ եւ այդ աշխարհները բաժանեց ինչ-որ բաների գոյության մակարդակների, ըստ գոյության մակարդակների, հա, то есть, այսինքն սկզբում ստեղծվեց այդ էլի տիեզերական բանը, ստրուկտուրա, կառուցվածքը, հա, եւ դրանից հետո է, որ առաջանում է ժամանակը։ Եվ արդեն այս հետագա տեքստերից, մեր այսօրվա տեքստից նույնպես, կամաց պարզ է դառնում, չէ՞, որ այդ կառուցվածքը, որը ստեղծում է Բրահման, ինքը այնպես չի էլի, որ այսպես ինչ-որ անշարժ կանգնած է։ Ինքը մտնում է այդ երեք պրոցեսների մեջ։ Արարչագործություն, չորսա երևի, արարչագործություն, զարգացում, գործունեություն եւ ավիրում։ Հասկանում եք։ Այդ երբ որ ինքը այդ ստրուկտուրան ստեղծում է եւ այդ ինքը մտնում է այս երևույթների շրջապտույտի մեջ։ Այսինքն, որ նյութական աշխարհը ինքը ստեղծված է ոչ թե որպես ինչ-որ մի հատ հավերժ երևույթ, այլ ինքը, որտեղ վերջում ասվեց փորձ բառը, հա, եւ դա նշանակում է, որ նյութական աշխարհը ինքը իրականում ժամանակավոր դպրոց է պայմանավորված հոգու համար, որտեղ, ինչպես մենք տեսանք, Տեր Բրահման ինքը ստեղծում է դաշտը, գոյավիճակները իրանք ձևավորում են պայմանները, ժամանակը շարժում է պրոցեսները, հա, եւ կենդանիակի ճակատագիրը լցվում է որոշակի փորձով։
Եվ այդ փորձը կենթանիակին կամ տանում է դեպի դեգրադացիա, այսինքն դեպի ավիրում, կամ դեպի զարգացում։ Հասկանում եք։ Եվ երբ որ մարդիկ իրանք մտածում են առաջագործության շուրջ, մտածում են նրա ժամանակավորության շուրջ, փիլիսոփայական միտք ունեցող մարդկանց համար այստեղ առաջանում է այդ հարցը։ Իսկ ինչ կա նյութական աշխարհը արարելու եւ ավիրելուց Այսինքն գլխավոր միտքը այս տեքստի ինքը կայանում էր նրանում, որ նյութական աշխարհը ինքը արարվում է եւ ավիրվում։ Իսկ հոգին ոչ։ Մարմինը ստեղծվում է եւ ավիրվում, միտքը ստեղծում է եւ ավիրվում, չգիտեմ, ճակատագրի հետ կապված ինչ-որ իրադարձությունները իրանք հայտնվում են եւ անհայտանում, չէ՞, հասարակական դերերը, որը մենք կատարում ենք, դրանք գալիս են եւ գնում։ Եվ նույնիսկ տիեզերքները արարվում են եւ ոչնչացվում։ Բայց հոգին ինքը միշտ մնում է։ Հասկանում եք։ Եվ հոգևոր, իրական հոգևոր կյանքը ինքը սկսվում է հենց այդտեղ, երբ որ մարդը ինքը դադարում է իր հոգու հավերժ հույսերը կապել ժամանակավոր նյութական աշխարհի հետ։ Եվ ուրեմն հետևությունը երևի թե այս տեքստը կարդալուց պետք է լինի այն, որ այն ամեն ինչը, ինչ արարված է գոյավիճակների միջոցով, ոչնչացված է ժամանակի միջոցով կամ սեփական ճակատագրի միջոցով, բայց գիտեք ոնց, բայց ասենք ինքը հոգին, չէ, որը ինքը դիմում է հոգևոր ճանապարհին, ինչպես հիմա Վիտորան Մայտրեային, ինքը կարող է դուրս գալ այդ շրջապտույտից։ Եվ այն կյանքը, որը ձեռք է բերում իրական հոգևոր ազնվորությունը, ոչ թե կրոնական աղանդավորության, այլ իրական հոգևոր ազնվորությունը, ինքը դուրս է բերում կենդանիակին ծնունդի եւ մահվա շրջապտույտից, եւ ինքը ձեռք է բերում այնպիսի մի բան, որը ենթակա չի ժամանակի ազդեցության, ենթակա չի նյութական էլեմենտների ազդեցության եւ ոչ էլ ենթակա է նյութական գործողությունների հետևանքին։ Բայց որքանի դեռ կենդանիակը ինքը հոգևորի մեջ, իրական հոգևորի մեջ չի, ինքը գտնվում է այս գործոնների ճիրանում, որտեղ Իրանը միայն առաջնային ընտրությունն էր, այն մնացած ամեն ինչը իրան պարտադրվում է, նյութական գոյավիճակը հենց դա է, որ կենդանիակը ինքը ընտրում է սկիզբը, այսինքն մուտքը, բայց հենց ինքը կպավ գոյավիճակին, ինքը դատապարտված է այդ գոյավիճակի բնորոշ արդյունքին։ Սրա համար է, որ ես, ասենք, շատ եմ պայքարում, որպեսզի ընկալվի գոյավիճակների տեսությունը, որովհետև դու գոյավիճակը ինքը այդպիսին է, երբ որ ազնվորությունը ինքը հպվում է գոյավիճակի հետ, ինքը դատապարտված է այդ գոյավիճակի արդյունքը կրելուց։ Հասկանում եք։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, բոլորիդ բարի շաբաթ, խաղաղություն